Վերադարձանք սիրելի ընկերներ, վայելեցինք լավ երաժշտություն եւ հիմա հերթը հասել է համեղ բաներից խոսելու մասին։ Այո, խոսելու ենք ոչ միայն խոսելու ենք, այլ նաև պատրաստելու, որովհետև այսօր մեր խոհանոցային հատվածում տաղավարի հյուր ունենք, մասնավորապես ներկայացնենք նրան։ Ֆուդբլոգեր Լիլի Բագրատունին է մեզ միացել, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք Լիլի առավոտը մեզ հետ համեղ սկսելու համար, վստահ ենք համեղ, որովհետև այստեղից երևում է բաղադրիչները, բայց ներկայացրեք, ինչ ենք պատրաստելու։ Ինձ էլ է շատ հաճելի ձեզ հետ օրը անցկացնել, այսօր պատրաստել ենք շոռագնդեր, ավելի հայտնի սիրնիկներ։ Ինձ թվում է հրաշալի նախաճաշ է, մեզ անհրաժեշտ է լինելու կաթնաշոռ, թթվասեր, ալյուր, շաքարի փոշի, հատապտուղներ եւ ձու։ Այսպես։ Եվ որտեղ ենք սկսում արդեն։ Առաջինը սկսում ենք կաթնաշոռից։ Դցնում ենք տարայի մեջ, որտեղ պատրաստվելու է, հա, զանգվածը։ Մի փոքր տրորում ենք։ Իրականում յուրաքանչյուր խոհարար, ոչ միայն շեֆ խոհարարներ, այլ նաև այն մարդիկ, որոնք խոհանոցում սիրում են եւ պատրաստում են սիրնիկներ, ամեն մեկ այս բաղադրատոմսում մի փոքրիկ գաղտնիք ունի։ Ձեր գաղտնիքը ո՞րն է, Լիլի։ Չգիտեմ, երևի զուտ ձեռքի, հա, մեջ է այդ ամեն ինչը։ Ես տանը, երբ որ պատրաստում եմ մանրաձավարով, հա, բայց քանի որ եթե օգտագործում ենք մանրաձավար, պետք է մի փոքր սպասել, մինչև ինքը ուռչի, դրա համար ես այսօր այստեղ ալյուր եմ օգտագործելու։ Թերևս միակ գաղտնիքը դրա մեջ է։ Փաստորեն կարելի է նաև այդ տարբերակով փորձել։ Իսկ ես մի անգամ պատրաստեցի տանը սիրնիկ, օգտագործեցի, վերջում օգտագործեցի, փոքր այսպես լցրեցի մեղր։ Վրան արդեն, պատրաստի վիճակում։ Դա էլ հաշվի առեք։ Այստեղ միայն դեղնուցն ենք օգտագործում, առանձնացնում ենք սպիտակուցից, սպիտակուցը հետո ինչ-որ մի բանի մեջ հաստատ մեզ հետո կօգտագործենք։ Այո։ Ահա, այստեղ ավելացնում ենք մի անգամից նաև շաքարի փոշի, մոտավորապես 1.5 ճաշի գթալ։ Նաև դա է ուզում հասկանալ, իսկ դուք առհասարակ պատրաստելու ընթացքում, հատկապես երբ բաղադրատոմսը նոր է ձեզ համար, հետևում եք ճշգրիտ գրամներով ամեն բան ավելացնելուն, թե արդեն գիտեք, որ համի հետ ինչքան ինչ կարելի է խառնել, որ համեղ ստացվի։ Եթե անկեղծ լինենք, տանը ես առհասարակ կշեռքներ չեմ օգտագործում եւ ամեն ինչ անում եմ աչքաչափով։ Մոտավորապես։ Բացառությամբ կան մի քանի բաղադրատոմսեր, հա, որ այնտեղ ճշգրիտ չափումներ ա պետք, իսկ առհասարակ աշխատում եմ ամեն ինչ աչքաչափով անել։ Ու շատ լավ ստացվում է, պետք է ասեմ։ Մի փոքր վանիլ էլ ավելացրեցի, ալյուրն էլ լցրեցի ու արդեն խառնում ենք։ Պես խմորանման զանգված ենք ստանալու։ Սիրնիկները կարծես նախաճաշի քաղցր փրկությունը լինեն, որովհետև նաև երեխաների կողմից են շատ սիրված։ Այո, երեխաները շատ են սիրում, հետո ինքը ինչի համար է շատ հարմարն է, որ կարելի է իրենց սառեցնել եւ ըստ անհրաժեշտության հետո էլ օգտագործել։ Լավ հիշեցի, բայց ես բավական երկար ժամանակ չեմ պատրաստել, գնամ։ Իդեպ Լիլի, Միկան շատ համեղ ձեռք ունի եւ կարողանում է հրաշքներ գործել խոհանոցում։ Ես հետևում եմ ձեզ ամեն առավոտ, ականատես եղել եմ։ Շատ ողջունելի է իմիջայլոց, որ տղամարդիկ սիրում են խոհանոցում լինել։ Այսպես, խմորը պատրաստ է, հիմա ես այն տեղափոխում եմ տախտակի վրա, շարունակությունը որտեղ են տեղա լինելու։ Մի փոքր, այսպես ալյուր ենք ցողում։ Իսկ հագնեմ նաև ձեռնոցներ։ Այ սիրնիկների ձևավորման տարբերակը, երբ ձևն ենք փորձում խմորի ստանալ, եւս շատ տարբեր է յուրաքանչյուրի մոտ։ Օրինակ դու ինչպես ես ստանում այն գնդիկները։ Ձեռքով։ Ձեռքով, օվալաձև։ Բաժակով են ստանում։ Բաժակով էլ եմ սարքել։ Եվ դանակներով։ Դանակներով։ Երկու դանակով։ Դա է շատ հարմար է։ Եվ փորձել հիմա տեսնենք Լիլին որ տարբերակն է կիրառում։ Այսպես ափի մեջ վերցնում ենք, հա։ Մեզ հարմար չափի։ Այսպես ընկույզի, ոնց որ երկու ընկույզի չափ, կարելի է այդպես ասել։ Գունդը պատրաստեցինք, դնում ենք ալյուրի մեջ։
այսպես դանակով գեղեցիկ կլոր տեսք ենք տալիս։ Կարելի է նաև բաժակի կամ ինչ-որ օղակի միջոցով, հա, այսպես պտտելով էլ տեսքը ստանալ, բայց դանակով էլ շատ հեշտ է։ Եվ կարծես ավելի արագ է լինում, Այո։ Իդեալական գնդիկ ստացանք։ Ես քանի որ թավան տակ է, մի փոքր բուսայուղ կավելացնեմ։ Իրականում կարելի է նաև ջեռոցում էլ եփել շորագնդերը։ Եթե կա դրա ժամանակը։ Իսկ որ տարբերակն է ավելի համեղ ստացվում, ես ջեռոցում չեմ փորձել։ Ինձ թվում է թավայի մեջ, չէ՞։ Այո, եթե հատկապես մի փոքր էլ այսպես բուսայուղ կա, այո, կարծիքով ավելի համեղ է ստացվում։ Այսպես բարձրությունը արդեն կարող եք դուք որոշել, հա, ինչպես սիրում եք, ինչպես հարմար եք գտնում։ Լիլի, իսկ առհասարակ, քանի որ ֆուդ բլոգեր եք, ինչով է տարբերվում ձեր բլոգը մյուս այլ կրկին ֆուդ բլոգերների կատարած աշխատանքից, ինչ բաղադրատոմսեր կան, որ կարելի է գտնել միայն ձեզ մոտ։ Ինձ մոտ այդպես, չգիտեմ ինչքանով է ճիշտ, բայց հատուկ ուղղվածություն չկա, հա։ Ես փորձում եմ բոլոր երկրների խոհանոցները այսպես լուսաբանել ու այն ուտեստները, ինչ որ մեր տանը սիրված է, հա, պատրաստում ենք եւ մենք վայելում ենք դա, ոչ թե ուղղակի ցուցադրման համար։ Այդպես ես դա կառանձնացնեմ ու եթե կողքի կարծիք որպես ասեմ, ասում են, որ էսթետիկ էջ ունեմ։ Առաջին բնութագրումը, որ ասում են, ուզում ենք քո էջը բնութագրենք, առաջինը դա է մեր մտքին գալիս։ Էսթետիկն է։ Կարծում եմ խոհանոցում, եթե էսթետիկան բացակայում է, ուտեստն էլ համեղ չի լինում, անկախ նրանից ինչ ենք պատրաստում, անգամ ամենապարզը լոլիկով ձվածեղ է։ Եթե գեղեցիկ չէ, իսկ մի կան հրաշք ձվածեղ է պատրաստում եւ գեղեցիկ եւ համեղ, դա տեսել ենք նաեւ շատ։ Տեսել ենք նաեւ մեր տաղավարում։ Վերջին գունդն ենք ձևավորում։ Վերջ, տեղափոխում ենք թավայի մեջ։ Կարծում եմ աշունը նաև հիանալի է, սիրնիկները ոչ միայն հատապտուղներով, թարմ հատապտուղներով մատուցելու, այլ նաև ջեմերով, մուրաբաներով, եթե տանը կա եւ պատկերացնում ես հիմա լիներ օրինակ չիչխանի մուրաբա սիրնիկի հետ։ Շատ համեղ է։ Պատկերացրեցի։ Չեմ ուզում։ Չես ուզում։ Ես գիտես ինչ կուզեի։ Ապա Նախ աշունը ես ինչի հետ եմ ասոցացնում, որ գալիս է աշունը, գազարով թխվածք։ Գիտես, գերել ես։ Պատրաստում ես։ Լավ, շատ լավ, Վիկա։ Ես կլսեմ սա, կմոռանամ մի պահ եւ մենք մի օր աշնանային եթերում կհանդիպենք գազարով թխվածքի շուրջ։ Ես հենց հիմա ուղիղ եթերի ընթացքում խոսք եմ տալիս քեզ, որ կբերեմ քեզ համար իմ պատրաստած գազարով թխվածքը։ Տորտ։ Խնդանալու գործընկեր։ Մինչև առաջի ձյունը գա։ Մինչև առաջին ձյունը գա։ Խնդրում եմ, առաջին ձյունը թող չգա ավելի շուտ, քան մեր համատեղ առաջին եթերն։ Դա կլինի երևի թե ապրիլի վերջ։ Չէ։ Առաջիկայում։ Առաջիկա։ Շատ լավ։ Ես քեզ կբերեմ իմ պատրաստած գազարով։ Գազար եւ նարինջ։ Գազար, նարինջ, հիանալի է։ Շատ լավ, ես կսպասեմ եւ մեր գործընկերները կսպասեն։ Լիլի, ուր հասանք։ Սիրնիկները ես արդեն շրջել եմ, հա, մյուս կողմն է կարմրում։ Ես օգտագործում եմ նաև թթվասեր, թթվասերին մի փոքր վանիլ եմ ավելացրել։ Սա մեզ համար կդառնա այսպես սոուս, հա, թանձրուկ։ Մեր սիրնիկները ավելի համեղ ստացվեն։ Զուտ խառնում եմ, որպեսզի վանիլը տարածվի։ Սա այսպես
սիրնիկները խորտ կտան, որ եփել մարմանդ կրակին, հա, որ նրանք հասցնեն եփվել։ Այո։ Իրականում սա շատ արագ, համեղ եւ իհարկե առաջինը ձեռքի տակ հայտնված բաղադրիչներով կարելի է ստանալ։ Երբ առավոտյան չգիտեք ինչ համեղ նախաճաշ առաջարկել ձեր երեխաներին, ապա սա կարող է լինել փրկություն ինչ որ առումով։ Ու մինչև սիրնիկները կպատրաստվեն, ես առաջարկում եմ նաև մրգերը կտրենք, հա, հատապտուղները այս դեպքում։ Ես նրանք պետք են գալու զուտ ձևավորման եւ այսպես բոշխնելու համար։ Մատուցվող տարայի մեջ, այսպես տարածում ենք մեր կարամբարսնի մատուցից, սոուսը տարածում ենք, այո, այսպես, և սիրնիկները կտեղավորենք ուղիղ թավայի այդ թթվասերի վրա։ Օգնենք այսպես։ Բույրը արդեն տարածվել է այս քաղցր տաղավարով մեկ։ Կարծում եմ այս ամենին զուգահեռ պետք է արագ սուրճ կամ թեյ պատրաստել եւ վայելել։ Մենք հիմա կվայելենք։ Մնում է այն ձևավորել հատապտուղներով։ Մի փոքր կավելացնենք սև կունջուտ, այսպես վիտամինների պաշարը լրացնելու համար։ Ու քանի որ շատ քիչ ենք մենք շաքարը օգտագործել, ես առաջարկում եմ նաև քաղցրացնել կամ թխկու օշարակով, կամ մեղրով, ինչ որ այդ պահին կլինի ձեռքի տակ։ Հիմա մենք ինչ ենք ավելացնում։ Թխկու օշարակ։ Մի քիչ շատ եղավ։ Շատ քաղցր կլինի։ Շատ քաղցր կլինի, այո, հատուկ քաղցրակերների համար։ Եվ վերջ։ Մեր համեղ սիրնիկները պատրաստ են։ Այդպես սիրուն եք սարքել ամեն ինչ, ես չգիտեմ, չեմ թող մի քիչ ուզում փչացնել, չէ՞, տեսքը։ Մի քիչ մենա նայենք, վայելենք, նոր գանք համտեսենք։ Այս սկզբում տեսքը կվայելենք, ապա համը շնորհակալություն Լիլի։ Ես էլ եմ շնորհակալ։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ ենք։ Իսկ մենք ինչ կհամտեսենք այս համեղությունները, շատ քաղցր համեղությունները, առաջարկում ենք լսել նաև երաժշտություն ու վայելել եւ երաժշտությունը եւ այս քաղցրիկները։